Ողջույն, Բուն TV-ի եթերում գրաքաղաքական հաղորդումն է եւ ձեզ հետ է ես, արձակագիր Հայքովյանը եւ գրականագետ Թագուհի Ղազարյանը։ Ողջույն Թագուհի։ Ողջույն։ Այսօր մենք խոսելու ենք մի հետաքրքիր գրքի մասին, ցույց տամ գիրքը, Վարդան Գրիգորյանի Հավերժական վերադարձ։ Անկեղծած իմ համար սա այդքան էլ հայտնի պատմավեպ չէր, առաջին անգամ ես կարդացել եմ, անկեղծանամ, հա, այս հաղորդման շրջանակներում, սա Վարդան Գրիգորյանի 3 պատմավեպերից մեկն է, առաջինը, հա, գրվել է 1981 թվականին, ժամանակաշրջանն էլ նշենք, որ դիտողների համար հասկանալի լինի, թե ինչ ժամանակաշրջանի մասին է խոսքը, սովետի, վերջը, ասենք ասենք, հա, սովետական միության վերջի ժամանակահատվածներ, գիրքը պատմավեպ է, տենց է ներկայացվում պատմավեպ, բայց ես որպես տենց ընթերցող ինչ շատ հետաքրքիր էր, հա, ինչի մասին է այդ գիրքը, երկու բառով տենց փորձենք ասենք, ուրեմն գիրքը Պավլիկյանների շարժմանն է նվիրված եւ պատմության սյուժեն նրա մասին է, որ Բյուզանդիայից, Կոստանդինապոլսից ուղարկում են մի զինվորականի, որպեսզի Պավլիկյան շարժումը լրացնի, հա, մարեցնի, կործանի եւ պատմությունը ընթանում է դրա շուրջ։ Շատ չբացենք, որ սպոյլեր չլինի, հա, ինչ որ մարդկանց կարող հետա սպոյլեր լինի։ Հա, սպոյլերը անենք, հա։ Սյուժեն բարձ լինի, թե ինչի մասին ենք խոսում, էլի։ Շատ բարձ սյուժե է, ինձ թվում է, այդ առաջի 4 նախադասություններով 4 գլուխներից է բաղկացած, որոնք բնաբանով են սկսում, այդտեղ ամբողջ սյուժեն նկարագրած է, էլի։ Հա, ու Պավլիկյանների շարժումն ընդհանրապես պետք է հասկանանք, որ տենց էպիզոդիկ բնույթ չի կրել, դա 3 դար մոտարապես այդ բավականին երկար ժամանակահատված Հայաստանը եւ ոչ միայն այդ Անատոլիայի մնացած հատվածները միջև Հռոմ, այդ Պավլիկյան շարժումը այդ ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքներում բավականին մեծ ազդեցություն ունեցող կրոնական հոսանք է եղել, որի դեմ պայքարել են եւ բյուզանդացիք, եւ արաբներն են պայքարել, եւ նաեւ մեր եկեղեցին է պայքարել Պավլիկյան շարժման դեմ, հա, աղանդավորական շարժում, ասենց այդ կրոնական հոսանքի դեմ։ Հիմա այս գիրքը այդ պատմության մասին է, թե ինչպես մի գեներալ, մի զինվորական, որն ուղարկված էր Կոստանդինապոլսից, գալիս է Հայաստան եւ փորձում է լրացնել Պավլիկյան շարժումը։ Ինչը ստացվում է առաջին փորձից, ասենք որ բանը առաջնորդին բռնում են, մահապատժի են ենթարկում, ինչը կա պատմության մեջ, հա, պատմությունից վերցրած պատմություն է, ու մահապատժի ենթարկելուց 3 տարի անց նույն զորավարը դառնում է նույն շարժման առաջնորդը, որը նույնպես պատմական փաստ է։ Այս ամբողջ պատմությունը։ Հա, ինձ շատ հետաքրքիր էր այդ մեր ունեցած մյուս պատմավեպերի հետ համեմատությունը, ընդհանրապես մեր համար այդ պատմավեպ ասած ասենց ինչ որ ջութազնավեպ է, հա, որտեղ հերոսները իդեալական դրական հերոսներ են, անտագոնիստները իդեալական չարագործներ են, ու ընդհանրապես այդ ջրբաժանը բարու ու չարի տենց իդեալականացված պաթոս ասենց, մեր պատմավեպերը մենք սովորենք այդ տիպի ընկալում ունենանք, մեր հերոսները մենք ենք, որպես իդեալական հերոսներ, որոնք ոչ մի բացասական կողմ գրեթե չունեն, իսկ հակառակորդը անտագոնիստը դա չարի գերմարմնացումն է։ Այս պատմավեպի մեջ հետաքրքիր էր, որ այդ հերոսների ու անտագոնիստների միջև կապը շատ տենց հեղեղուկ կապ էր։ Նախ փոխվում են ընթացքում, այդ Սիմեոնը այդ զինվորականով, որ Բյուզանդիայից եկել է լրացնելու Պավլիկյան շարժումը, պատմության վերջում կարծես թե ինքն է դառնում հա դրական հերոսը եւ հակառակը այդ Պավլիկյան շարժման առաջնորդներից մեկը Հուստոսը գրքի վերջում թվում է թե ինքը տենց անտագոնիստի հատկություններ ունի, բայց ըստ էության գրքի մեջ ես դժվարությամբ եմ անտագոնիստ գտնում, հա,
ով է գրքի մեջ անտագոնիստը։ Կարելի է մտածել, որ դա կայսրությունն է, հա, որ փորձում է լրացնել այդ շարժումը, բայց էդ էլ էլի, ասենք կայսրության տեսանկյունից ինքն էլ իր մոտեցումներն ունի կամ այդ Պավլիկյան շարժումը ինքն իրանով դրական է թե բացասական, այդ անտագոնիստի, այդ դրական ու բացասական դերակատարումների հարցն էլ շատ հետաքրքիր է, որ որպես այդպեսին լիքը տարակարծությունների տեղիք կարա տա, հա, ու այդ մեր պատմավեպերի մեջ այդպեսի բան ես չեմ կամ հիշեմ այդպեսի մի պատմավեպ, որ այդ դրական ու բացասական հերոսների, այդ անտագոնիստի ու պրոտագոնիստի հարաբերությունները այդ տիպի լղոզված լինեն, դա ավելի շատ բնորոշ է երևի ժամանակակից պատմություններին, հա, ֆիլմերին եւ այլն, որտեղ այդ կապը շատ ջնջված է ու գրեթե հիմա դժվար է հանդիպել տենց բացարձակ դրական կերպարների ու բացարձակ բացասական կերպարների։ Այդ առումով ես շատ հավանեցի սա ու ինքը տրամագծորեն տարբեր է այն պատկերացումից հայկական պատմավեպի մասին, որը մենք դասագրքերից կամ ընդհանրապես սովոր ենք կարդալ պատմավեպ ասելով, էլի հայկական։ Հետաքրքիր է լսել, որովհետև իմ կարծիքով մեր պատմավեպերը ամեն դեպքում այդպեսին չեն, ինչպես դու նկարագրեցիր, օրինակ այդ Վասակի պատմությունը հայտնի կամ որը ամենահայտնի պատմավեպերից խոսենք, հա, Վարդանանքի մեջ, որը էլի շատ պատմությունից պատմության մեջ ինքը հայտնի է որպես ամբողջական բացասական կերպար, բայց պատմավեպում այնուամենայնիվ Դեմիրճյան փորձում է իր գաղափարական ընկալումները գտնի, հա, ոնց է, ինչ սկզբունքների հիման վրա էր, ինչ էր ուզում Վասակը, այսինքն ինչ որ արդարացման փորձ ունի, չնայած էլի ակնհայտ է, որ Վարդանի ու Վասակի մեջ գոնե Վարդանանքում Վարդանն էլի բան է, դրական կերպար է, բայց Դեմիրճյանի այդ փորձերը գիտենք էլ ինքը առանձին Վասակ դրամայագրե, որտեղ Վասակը գլխավոր կերպար է, այսինքն ինքը փորձել է ըմբռնումով մոտենա, հա, հակահերոսին, նույնը մենք կարող ենք տեսնել Սամվելի մեջ Մերուժան Արծրուն ու Պարագայում, այսինքն այս փորձերը անդադար արվել են եւ ես կարծում եմ, որ սա ավելի շատ մեր պատմավեպերին բնորոշ է այդ պատմություն վերընթերցել, երբեմն դիտարկել հայտնի կաղապարական, բացասական կերպարներին վերանայելով, եթե այսպես ասենք, ու շատ հետաքրքիր է այս առումով ընդհանրապես պատմավեպը, ես ուզում եմ նաեւ առիթից օգտվելով ասել, որ պատմավեպը իմ ամենասիրած գրական ժանրն է, ինքը ամենաերիտասարդ վեպի ժանրն է ու չնայած միշտ բանը տպավորությունն է թե դարերի խորքից են գալիս պատմավեպերը, բայց սիրավեպերը, արկածային վեպերը, բոլոր մնացած վեպերը շատ ավելի հին են, ավելի ուշ ժամանակներից ունի պատմավեպը ու դա իրեն ավելի հետաքրքիր է դարձնում, որտեղ ավելի այս վեպի աշխարհը հասկանալով են գրում գրողները ու ինձ միշտ հետաքրքրել է թե ինչ են մարդիկ ընդհանրապես գրում պատմավեպեր, որովհետև եթե օրինակ այս պատմությունը մենք կարդանք այդ Սիլիկիացու 4 նախադասությունները, որոնց բնաբանով սկսում է Վարդանը Գրիգորյան, այդ 4 նախադասության մեջ ամբողջ սյուժեն կա, ոչ մի նոր բան, եթե այսպես շատ կոպտացնենք, հա, սյուժեն բան անենք, պարզունակացնենք, ոչ մի նոր բան չկա, այսինքն մենք գրողները ընտրում են մի պատմություն, որի սկիզբը, ընթացքը եւ ավարտը ինքնին հայտնի է բոլորին, ասենք Վարդան Գրիգորյանի մյուս պատմավեպերից մեկը Անի անկմանն է վերաբերվում, այդ Դարկ Կորստյանը Գայլ Վահանի պատմությունն է, մյուսը վերջինը բանի քրիստոնեության ընդունմանը Տրթատը լուսավորիչ է, այդ ամբողջ պատմությունը, որ անգիր գիտենք բոլորս, հա, երբ դպրոցական տարիներից, ու գրողները ընտրում են այդ սյուժեները ու այդ սյուժեների վրա նոր վեպ են գրում, ինչ ակնկալիքով կամ ինչ կարիքով, ոնց է էլի այդ որոշումը կայացվում, որ մարդիկ վերցնեն շատ հայտնի սյուժե եւ որոշեն, որ ինքը կարա դառնա լավ ընթերցվող, վաճառվող, այս շատ հետաքրքիր է գրողի դիտանկյունից նայել, իրանք ոնց են ընտրում այդ բաները, եթե դու այդ դրա վերաբերյալ ինչ-որ դիտարկումներ ունես, կուզենամ լսել։ Ինձ շատ հետաքրքիր էր այդ տեսանկյունից, եթե նայում ենք Հայաստանի ու հայերի հայկականության դերը առհասարակ այս պատմության մեջ, ճիշտ այնտեղ հայ անունը, հա,
ազգությունը շեշտվում է, այտենց սպոյլեր անենք մի հատ, որ այդ Պավլիկյան շարժման առաջնորդը Այստեղ սպոյլեր չի կարա լինի, հայք ամբողջ աշխարհին դա հայտնի է, որ առաջնորդ Կոստանդինը հայ է եղել ու դա բոլոր պատմագիրները գրել են։ Հա, եւ Սիմեոնը, այդ զինվորականը, որը Բյուզանդիայից ուղարկվել էր այդ Պավլիկյան շարժումը լրացնելու, այդ ընթացքում բացահայտում է, որ ինքն էլ է հայ, ու սա միակ վիպական հնարքն է, որ անում է, էլի ըստ էության, որտեղ այդ մասին ոչ մի բան չի։ Սպոյլերը դա էր, որ ինքը Կոստանդինի որդին է եւ ինքը բացահայտում է, որ ինքը հայ է, բայց մնացած գրքի բովանդակությունը, որպես այդպեսին այնց հայկականություն ու հայաստանյան բովանդակություն առանձնապես չուներ։ Ու շատ հետաքրքիր է ինչ նկատի ունես հայաստանյան բովանդակությունը։ Դե օրինակ կենցաղը, հա, կենցաղավարությունը, այնց զուտ հայկական կամ ասենք, օրինակ ինձ դա պակասում էր գրքի մեջ, որ այդ Պավլիկյանների քաղաքում Կիբոսայում առանձնապես տենց կենցաղը, այդ մարդկանց ապրելակերպը, որը ընդհանրապես պատմական գրքերին տես մի քիչ հատուկ բան է, օրինակ ինքը բավականին բացակայում էր, ինձ բացակայեց այդ մասը, այդ կենցաղը, հա, հայերը այնտեղ ինչ ձև էին ապրում, այդ ժամանակվա հայերը ինչպես էին ապրում, հասարակ մարդ, որպես այդպեսին այս գրքում չկար, բոլորն այդ կերպարներն էին, հա, գլխավոր կերպարներն էին, որոնք կամ առաջնորդ էին, կամ զինվորական էին, մի խոսքով այդ էլիտան էր, իսկ հասարակ ժողովուրդը, որպես այդպեսին, գրքում կարելի ասել բացակայում էր, իրենք մասովկա են, ասենց ասած, զանգվածն են պարզապես, ու իրանց կյանքը, որպես այդ ժամանակաշրջանում ապրող հայեր, գրքում բացակայում էր։ Ինձ թվում է ինձ դա օրինակ պակասեց կարդալուց, որովհետև հայկականություն ասելը, օրինակ ես ավելին չեմ ակնկալում, քան լեզուն, որով գրել է, պատմություն, որով մտածել է հեղինակը, այսինքն ինքը ինչ լեզվով է ստեղծել, ավելի մեծ ծառայություն, հա, հայկականության անել, քան այդ լեզվով գրել նոր բաներ, որովհետև շատ նորաթարմ է լեզուն Վարդան Գրիգորյանի իմ կարծիքով, արի նաև ասենք, որ այս պատմությունը 3 տղամարդկանց պատմություն է, Սիմեոնի, Հուստոսի եւ Կոստանդինի պատմությունն է, ու ինքը ժամանակ առ ժամանակ գլխավոր կերպարները փոխվում են, հա, գլուխ առ գլուխ իրանցից որևէ մեկը դառնում է գլխավոր կերպար, ու իր պատմելու ձևը, թե ոնց է ինքը բան անում հայերենով այդ գործը անում այս տեսանկյունից ես ուրիշ պատմավեպ չեմ ճանաչում, որը այս ձևի կառուցված լինի, որ ինչ որ հերթով այդ կերպարները դառնան գլխավոր, այն մնացածը դառնան երկրորդական ու իրանք ինչ որ վեպի առանձին գլուխները առանձին կերպարների առանձին հերոսներ ունեն, հա, եթե սենց ասենք, դրա համար էլ այդ հերոսականությունն ու հակահերոսականությունը կորչում են, մի այլ բան էլ որ կուզեի ասեի, այս Վարդանը Գրիգորյան, երբ որ առաջին, այսինքն Փարիզի, հա, բանին թերթերից մեկին հարցազրույց է տվել, իրան այս հարցը իրան էլ է հուզում, ոնց որ հարցազրույցավարին էլ է հուզում, ինչու պատմավեպ, ինչ է հենց այս ժանրը, Վարդանը ասում է, որ լճացման տարիներին մեր իրականության մասին խոսելու լավագույն ձևն է գնալ եւ պատմության անունից խոսել, այսինքն պետքա ու ինձ թվում է պատմավեպերի դեպքում դա շատ բան է, արդիական մոտեցում է, որ մարդիկ իրենց ժամանակներն են փորձում պատմել ուրիշ ժամանակների անունից, բայց հետաքրքիր է դառնում մանավանդ երբ որ մենք այս դիտանկյունից ենք սկսում նայել, հա, մենք ուզում ենք մեր ժամանակները հասկանալ, երբ որ կարդում ենք, հետաքրքիր է դառնում, որ 3 հատ ժամանակ իրար հանդիպում են, այսինքն Պավլիկյանների ժամանակը, միջնադարը, սովետի ժամանակը եւ մեր ժամանակը, ու հետաքրքիր կլինի իրան ուզած չուզած, հա, մենք ինչ կարդում ենք, մեր ժամանակից ենք կարդում եւ մեր ժամանակի մեջ ենք տեսնում, Վարդան մի հետաքրքիր միտք ունի, ինքը անդադ ասում է, որ ինձ հետաքրքրողը մարդ ժամանակ հարաբերություններն են, ու իդեպ էս վերնագիրն էլ հավերժական վերադարձ, ինքը ունի տպավորություն, որ ժամանակները կրկնվում են, հա, կամ չգիտեմ, ցիկլային է պատմությունը, որի հետ կապված ես մեծ վերապահում ունեմ պատմության ցիկլայնության հետ, բայց այնուամենայնիվ Վարդանը մտայնություն ունի ցույց տալու, որ ոչ թե մարդիկ են, այսպես ասած, ստեղծում ժամանակ, այլ ժամանակը ինքն է մարդկանց ստեղծում, այսինքն մարդիկ անխուսափելիորեն այդ ժամանակի
կից դուրս չեն կարող լինել, հա, ժամանակը ինչպիսին է, մարդիկ էլ այնպիսին են եւ շատ հաճախ ժամանակների բանով արդարացնում է մարդկանց, հա, փորձում է արդարացնել։ Ինչ որ ասում է, այ առաջնորդին ժամանակը կտրի, երբ որ մտածում են իրան փոխարինողը, Կոստանտինին փոխարինողը ով է լինելու, որին Հուստոսն է հավակնում, ինքն ասում է ժամանակը կտրի առաջնորդին։ Հա, քանի որ Հուստոսը մեծ հավակնություն ուներ առաջնորդ լինելու, ինքը ոնց որ սպասում է, որ իրան ժառանգորդ լինի, իրան ժառանգեն այդ Կիբոսան, բայց ասում է առաջնորդը ասում է ոնց որ ժամանակը ինքը առաջնորդներին կբերի ու այդ բանի Վարդանի փիլիսոփայությունն է, երբ որ այս Դար Կորստյանը կարդում ես, անի կործանման պատմությունն է, ու այնտեղ Գայլ Վահանը կաշից դուրս է գալիս այդ բանի դեմն առնելու համար, բայց Վարդանի համոզմունքն է, որ ժամանակները Կորստյան էին, հա, Կորստյան հենց վերնագիրը ու անհնար էր որ այնտեղ լինեին հերոսներ, որ կփրկեին այդ ժամանակները, բայց վերադառնալով այս վեպի պատումին ինձ շատ հետաքրքիր էր, ես քեզ այն օրը պատմում եմ, որ ես բան էի կարդում, Սիլիկիացու պատմությունն էի կարդում եւ ես իսկապես ուզում էի տեսնել Սիլիկիացին ոնց է պատմում այս պատմությունը, շատ հետաքրքիր է, որ Սիլիկիացին պատմում է կայսրության դիրքերից, ոնց ուղարկեցինք, բան արեցինք, ջարդեցինք, փշրեցինք այս Կիբոսան, մեր զորավարը, բայց հետո Սիմեոնի պատմությունն է հայտ գալիս ու ինքը ասում է, դե Սիմեոնը բաներ, հոգևոր կրթություն չուներ, չէր հասկանում քրիստոնեությունը ինչա եւ շատ հոգով թույլ լինելով ընկնում է այդ Պավլիկյանների ազդեցության տակ եւ դառնում է ինքն էլ աղանդավոր, քիչ է մի հատ էլ իրանց առաջնորդը, բնականաբար բացասական երանգով է ցույց տալիս, բայց հետաքրքիր է որ մենք երկու հատ նույն պատումը ունենք ու եթե Սիլիկիացին կայսրության անունից է պատմում ու պատմում է հաղթողի անունից, ի վերջո այս բանին էլ, չէ, Սիմեոնին էլ են սպանում, այդ է պատմենք, Սիմեոնին էլ են վերջում սպանում եւ ինքը ինքնազոհողության գնում։ Շատ տարօրինակ ավարտ ունի, էլի, որտեվ Սիմեոնն է դեռևս ոնց որ մտածում, այլ մի քանի րոպե հետո ես այլևս չեմ լինի, բանկրակը ինձ կուլ կտա, այսինքն վերջանում է դեռևս այդ պարտությունը չենք տեսնում, որտեվ Սիմեոնի մտքի մեջից ենք աշխարհին նայում, իսկ երբ որ ինքը էլ չլինի, էլ չենք տեսնի այդ բանը, այդ պատմությունը, հենց Սիմեոնը վերջանում է, մենք էլ չենք իմանում, եղավ, չեղավ, այրվեց, շայրվեց, բայց ըստ երևույթին հենց այդպես էլ պիտի լիներ, որտեվ ապառնիով է պատմում, ու մենք ստեղ ունենք պարտվողի պատմությունը, այսինքն Վարդան Գրիգորյան պարտվողի հայացքից է վերցնում նույն պատմությունը պատմում, ինքը արմատապես փոխվում է, արժեքները, սկզբունքները, նկարագրությունները եւ պետք է նաեւ այստեղ հաշվի առնենք, որ եթե այնտեղ բանի Սիլիկիացու մոտ ունենք գաղութացնողի պատմությունը, այդ ծայրամասումս ինչ որ խժդժություն է, ես բան մարեցի այդ խժդժությունը, սենց է, չէ, դիրքորոշումը իր մոտ արապես այնտեղ ինչ որ բան անկանոն շարժումներ են անում իմ գաղութի ծայրամասում, ստեղ պատմությունը երբ որ սկսում է պատմվել, այդ հայկականության մասին եմ ուզում խոսել, էլի, որ դու ասում ես, այս բանի, այս սեպարատիստների դիտանկյունից, որտեղ ըստ էության իրանք կրոնական սեպարատիզմով էին զբաղված, ինքը դառնում է ինքնորոշման պատմություն, բանի ինքնիշխանության ձգտման, ազատագրման պատմություն, չէ, ինչ այստեղ հետաքրքիր որ կարդում ես, Կիբոսան շատ քիչ է կրոնական։ Չնայած Պավլիկյանները շատ առաջադիմական բաներ ունեին իրանց գաղափարախոսության մեջ եւ հետեւաբար իրանք կարար գրավիչ լիներ, բայց ինքը շատ քիչ է կրոնական, ինքը ասում է այդ Կիբոսացիները ուզում էին լինել իրենց գլխի տերը, իրենք որոշեն թե ինչ կլինի իրենց հետ եւ չսպասեն հավերժ բանի Հիսուսի երկրորդ գալստյանն ու երկնային կյանքին, այլ իրենք տնորինեն իրենց ներկան, չզոհելով դա հավանական այդ դրախտին, Եդեմին, որը կամ կլիներ կամ չէր լինի, էլի, որտեվ կասկած կա իրենց մեջ։ Այդ ասացիդ համատեքստում այդ գրքի վերջում, հա, երբ որ Սիմեոնն արդեն դառնում Պավլիկյանների առաջնորդը, այդ հակադրությունը Հուստոսի հետ հենց այդ քո ասացի համատեքստում է, էլի տեղավորվում, որ Սիմեոնը ասում է մենք պետք է զենք վերցնենք ու պայքարենք Կիբոսայի համար, մեր այդ ինքնության համար եւ այլն։ Հուստոսը անընդհատ դրան հակադրում է այն, որ այ չէ, ավելի լավ է մենք գնանք լեռներում, թաքնվենք ու ամեն մեկս մեր մեջ, ինքներս մեր մեջ, որտեղ զենք բարձացնենք ու ինչ որտեղ հա, պայքարենք, այլ ինքներս մեր մեջ այդ մեր հավատն ունենանք ու
այսպես ասած ծպտված ապրենք։ Այդ հակադրությունն էլ է, էլի, հենց հետաքրքիր ու բավականին քաղաքական, որտեվ Կոստանտինն էլ քաղաքական ուղղություններ են, էլի։ Կոստանտինն էլ երբ որ այդ Կիբոսան ընկնում է առաջի անգամ Սիմեոնի, հա, դիմադրության հարցակման արդյունքում երբ որ Կիբոսան ընկնում է, Կոնստանտինը համարյա նույն բանն է անում, ասում է դուք փախեք գնացեք սարերը ու ամեն մեկը ձեր մեջ ձեր հավատքը դավանեք։ Բայց դրանից հետո Սիմեոնը կարդալով Կոնստանտինի թղթերը, որը որ մնացել էր, ինքը գալիս է այն եզրակացության, որ չէ, ամեն դեպքում պետք է այդ Կիբոսան վերականգնել ու պայքարել։ Այդ հակադրությունն էլ է հետաքրքիր ու այդ որ մի քիչ առաջ ասում էի մեր ժամանակում կարդալը, հա, այդ կարդալու ժամանակները գրելու այդ հին պատմության ու կարդացողի ընկալումները իմ համար որպես, ասենք, այսօր կարդացող մարդ, ինչն էր ինձ տենց այսօրվա հետ զուգահեռները տանել, հա, այդ իմպերիայի մետրոպոլիայի կենտրոնից ուղարկված զինվորականն ու էական չի ով, որը որ ինքնությամբ ու ազգությամբ հայ էր, գալիս է հպատակացնելու իր սեփական ժողովրդին, ճիշտ է ինքը ընթացքում է բացահայտում դա, բայց ամեն դեպքում գրքի հենց սկզբերից ինքը անընդհատ այդ ինքնության հարցի մեջ է, գալիս է հպատակացնելու իր ժողովրդին, բայց վերջի վերջո ժողովուրդը ինքը կուլ է տալիս այդ մետրոպոլիայից ուղարկված ներկայացուցչին ու որ զուգահեռ անցկացնենք մեր այսօրվա իրականության հետ, մենք էլ հա այսօր տենց երբեմն բախվում ենք այդ խնդրին, որ ինչ որ մի երրորդ կողմից պարբերաբար դա ինչ որ մի երրորդ կողմ չի, դա միշտ կայսրության կենտրոնն է։ Լավ, տենց ձևակերպենք, հա, կայսրության կենտրոնից նորից Հայաստան են ուղարկվում մարդիկ, որպեսզի հպատակեցնեն ու այդ հետաքրքիր է, էլի, արդյոք ժողովուրդը ու Հայաստանն է կարողանա կուլ տա այդ մարդկանց, ու կուլ տալ նկատի ունեմ գաղափարապես, հա, գաղափարապես հնարավոր է փոխել այդ մարդկանց, ովքեր որ մետրոպոլիայից եկել են հնազանդեցնելու, այսինքն այդ ազգությամբ հայ մարդկանց, որոնք եկել են իմպերիայի շահերը պաշտպանելու, արդյոք Հայաստանը ու հայ ժողովուրդը կարան գաղափարապես կուլ տան այդ մարդկանց ու գաղափարապես վերափոխեն, դարձնեն իրանցից մեկը։ Այդ զուգահեռը ինձ ամբողջ կարդալու ընթացքում հետապնդում էր, որտեվ գրքի մեջ վերջի վերջո այդ Կոստանտինի գաղափարները կուլ են տալիս Սիմեոնին ու ինքը արդեն դեմ է դուրս գալիս այն մետրոպոլիային, որի շահերը ինքը եկել էր պաշտպանելու։ Այդ անալոգը ինձ թվում է տենց իմ կարդալու ընթացքում զուգահեռ համենայն դեպս գնում էր ու շատ հետաքրքիր էր։ Որ նայում ես պատմությանը, այս նկատի ունեմ Վարդանի պատմությանը, դա Վարդանը հավատում է, որ միշտ կրկնվելու է, հետեւաբար այդ հարցից պատասխանը, եթե Վարդանի բաներով նայենք, դիտանկյունից նայենք, փիլիսոփայությունից նայենք, կարողանալու է, բայց այդ դիտանկյունից եթե նայենք, սա կարճ եթե ձևակերպեմ, այդ պատմությունը այն մասին, թե ոնց է կայսրությունը գողանում հայրենիքի, հա, զավակներին եւ օգտագործում այդ զավակներին հայրենիքի դեմ ու շատ հետաքրքիր է ոնց է Սիմեոնը փոխվում։ Սիմեոնն էլ իհարկե հուստոսն էլ, ես կուզեմ իրանց առանձին անդրադառնանք, արի ասենք ինձ թվում է մի քիչ ասեցինք Սիմեոնովը։ Սիմեոնը 3 տարեկանում առևանգված երեխա է, հայ իշխանի, Կոստանդին հայ իշխանի մոտից, որը հետո դարձել է Կոստանդինը հետո դարձել է այդ Պավլիկյան շարժման առաջնորդը, իսկ Սիմեոնը հետո դարձել է իրանց երկրի զորավարը ու գալիս է բնականաբար ճնշում է շարժումը, բայց հորը սպանելուց հետո այստեղ հայրասպանության բան կա, պատմություն կա եւ սա շատ արքետիպային է, գիտես, ես երևի Հունաստանից եկած այդ Զևսից եւ Էդիպուսից եկած պատմությունա, թե ոնց որ Սիմեոնը 2 անգամ հայրասպանություն անում արդյունքում։ Այն մյուս հորն էլ։ Հա, այդ իրեն ворթեգրացին էլ, որին որ Բյուզանդիայից ուղարկում են արդեն Սիմեոնի ապստամբությունը ճնշելու, այսինքն ինքը 2 անգամ հայրասպանություն անում։ Բայց եթե օրինակ Կոստանդինին սպանելով գրավում է իր տեղը, ոնց որ օրինակ, չգիտեմ, Զևսը բանին քաոսին սպանելով բան իրա, բայց այդ շատ հիմ պատում անդ որում նաև բան է, էլի, այտենց քրիստոնեության մեջ քողարկված այդ պատումը կա, սպանել նշանակում է նաև բան էլի, այդ գաղափարի հետ
գաղափարը փոխարինելով Էդիպուսը ամենահայտնի պատմությունն է եւ շատ արքետիպային գրականություն է, հա, ինքը սպանելով գրավում է իր տեղը, այսինքն մինչեւ չի մեռնում այդ մարդը, Սիմեոնը ոնց որ չի դառնում Կոստանդին, Սիմեոնը հետո դառնում է Կոստանդին, բայց ոնց է տեղի ունենում իր այդ փոխակերպման ընթացքը, ինձ հետաքրքիր է դու ոնց ես ընթերցում, էլ ինքը ոնց է բանանում, որոշում, որ վերջ թողնում եմ այս կայսրությունը եւ գնում եմ բանի հետևից, որտեվ ինքը սպանելուց անմիջապես հետո իմանում է, որ ինքը Կոստանդինի որդին է։ Իսկ ավելի շուտ է ինքը ավելի շուտ իմանում է, որ ինքը բան է, որդեգրված է, ավելի շուտ իրան ասում է, չէ, իրան այդ Փիլոնը, որի մոտ եկել էր այդ տեղի տեղական արքոնտներ, հա, տեղական իշխանը ասում է, ոնց որ քո պատմա քո զորավար հայրը քեզ ինչ որ հայ իշխանից որդեգրել է, հետո հենց սպանում է, ասում է, հա, հիշեցի լսի այն հայը, որից գողացել էր հայրդ քեզ բաններ էլի, այս Կոստանդինն էր, որին դու սպանեցիր, շատ տենց բան գրապարով ասած նագլից է շատ անպատեհ պահի ասում է էլի իրան որ ոնց որ հորդ սպանեցիր բայց իրան 3 տարի պետք է լինում ու ինքը հաղթել է իր գաղափարները հաղթել են որտեղ ինքը գաղափարապես քրիստոնյա էր բայց իրան 3 տարի պետք է լինում այդ փոխակերպման միջով անցնելու համար ինչա տեղի ունենում էլի ոնց է տեսնում Սիմեոնը գրքի մեջ տրիգերը այդ վերջնական որ ինքը որոշում է գնա այդ Իրենեի հա սպանությունը դրա մասին է կարելի առանձին խոսալ որտեղ միակ կերպարն է կարելի ասել գրքում ու իմ համար տենց ինչ որ չբացահայտված կերպար է ինքը մնում տենց մի տեսակ որովհետև բոլոր պատումները տղամարդկանց աչքերով են եթե առանձին Իրենեի գլուխները տենց չլինի սիմվոլ է հա Իրենեի աչքերով կամ իր դիտանկյունը առհասարակ չենք տեսնում ինքը տենց անընդհատ զոհ է այդ պատմության մեջ համար ով ում ինչ սիմվոլ է ում համար մոտար Տրիգերը Տիրանեի սպանությունն է, որից հետո ինքը հեռանում է, բայց իմ կարծիքով տեղ այդ Կոստանդինի տեքստերն էին շատ կարևոր, որ ինքը անընդհատ այդ տեքստերը կարդում էր, այդ տեքստերի մեջ ինչ որ բաներ էր գտնում ու դա էլ է հետաքրքիր, որ այդ Կոստանդինը իր տեքստերն էին ավելի արժեքավոր, քան իր առաջնորդ լինելը, ունդեղ մի հատված կա, որը ես ուզում եմ կարդամ հենց այդ արդեն երբ որ Կոստանդինը մահացած է այսպեսի մի հատված կա տող քանի դեռ Կոստանդինը կենթանի էր նրա դեմ պայքարելն ավելի հեշտ էր կարելի էր ծաղրել ու ստորացնել եւ հավատալ թե հաղթել ես նրան բայց այժմ նա անբառնալի էր ոչ մի քար ում ձեռքով էլ նետված լիներ այլևս չէր հասնի նրան իսկն ինչ ենք տեսնում երբ որ Կոստանդինը կենթանի էր Սիմեոնը ամեն դեպքում իմանալով նաև որ իր հայրն էր ու այդ կասկածները իր մեջ այդ Կոստանդինի գաղափարների շուրջ հենց սկզբից էլ ինչ որ իրան կրծում էր բայց ամեն դեպքում ինքը սպանել է տալիս հա սպանել է տալիս Կոստանդինին Հուստոսի ձեռքով բայց այ նրա մահանալուց հետո այդ տողն է էլի երբ որ այլևս նրան հաղթելը իմաստ չուներ, որտեվ չկար էլ արդեն, ինքը քար էր դարձել։ Այդ որ իրան հաղթելն այլևս իմաստ չուներ, նոր իրապես Սիմեոնը սկսում է տեքստերը կարդալ, որ ու տարվել է դրանցով ու իր համար ճշմարտություն է գտնում այդ տողերի մեջ։ Ու էդ էլ է էլի բնորոշ մեր քաղաքական ինքնությանը դա բնորոշ բան է բավականին, երբ որ մարդու մահանալուց հետո հատկապես եթե դա ինչ-որ տրագիկ մահ է եւ այլն նոր սկսվում է նոր սկսվում է այդ իր տեքստերի ինչ-որ վերաիմաստավորում երբեմն դա իհարկե վերածվում է այլանդակ պաթոսի շատ դեպքերում բայց այդ բանը որ քաղաքական ուստեղ կրոնական գործիչ է Կոստանդինը բայց ըստ էության իր տեքստերը շատ քաղաքական են հա կրոնական է եղել պատմականորեն, բայց այս գրքում կոնկրետ քաղաքական տեքստերը շատ ավելի կարևոր ու արժեքավոր բաներ են, քան ինքը որպես քաղաքական կերպար, որ իր մահանալուց հետո նոր սկսում են իր տեքստերը ազդեցություն գործել։ Էդ էլ է հետաքրքիր։ Ինչ չի թվում որ դա մենակ ոնց որ մեզ ու հիմա ու այստեղ է բնորոշ, ինձ թվում է դա շատ մանավանդ տրագիկ մահ ունեցող մարդկանց պարագայում շատ բան համաշխարհային երևույթ է։ Դե մենք հայկական դիտանկյունից ենք նայում։ Բայց այդ հայր ընթերցանությունը ոնց որ բանա շատ քրիստոնեական բան է
Քրիստոսը իր հորը չէր տեսել, միայն ընթերցել էր, հա, եթե շատ կոպիտ ասենք, ու ինքը այդ ուսմունքը տարածողն էր դարձել, ոնց որ ընթերցե ճանաչել էր եւ տարածողն էր դարձել, ու ինձ թվում է այս նույնպես այդ բաների արքետիպերի մեջ տեղավորվող բան է ու ոնց որ ինքը նաեւ ավանդույթով է գալիս ու գրավոր գրի բան է, էլի նաեւ ուժը, ազդեցությունը, հիշատակությունը շատ կարեւոր է այստեղ, ոնց է գրավորը, ոնց որ պահպանվողը արվածը ավելի կարևոր, քան կենթանի շփումը, հա, գաղափարախոսության իմաստով, եւ շատ կարևոր է նաեւ որ ինքը ինչ որ կերպ ոչ թե բան, ոչ միայն քարոզ լինի, այլ նաեւ արձանագրություն, հա, եթե շատ կոպիտ ասեմ, որտեղ Կոստանդինը ֆանտաստիկ քարոզիչ էր, էլի Իսթվանի պատումի նույնիսկ ավելի ուժեղ, քան Սիմեոնը եւ Հուստոսը, չնայած իրանք էլ իրանց խարիզման ունեին, բայց երբ որ խոսում ենք տրիգերի մասին, ինձ թվում է ավելի հետաքրքիր է այն պահը, երբ որ ոնց որ որպես տրիգեր էլի, որ դե ինչա տեղի ունեմ այս սյուժեով պատմենք, որ հասկանալի լինի, Սիմեոնը սպանում է Կոստանդինին եւ գրավում է այդ արքոնտի տեղը, որը չէր կարողացել արքոնտ Փիլոնը ինքը տենց ման այլանդակ արքոնտը ասենք որ տեղապահն էր, Բյուզանդիայի տեղապահն էր, ինքը տենց շատ տհաճ մարդ էր, տգեղ, ժլատ, անդուր, բան այլանդակ, շատ լիք բացասական բաներ կարելի ասել, շատ տհաճ մարդ էր եւ բնավորությամբ եւ արտաքինով հետաքրքիր է որ 3 տարի անց ինչ որ դրվագ է լինում, դե գալիս է բանը Սիմեոնը իր տեղը, նույն պալատում իր ֆունկցիաներն է կատարում, հետո սկսում է գիրանալ, սկսում է բան անտարբեր դառնալ, այդ հույզերն են կորչում, միակ բանը, որտեղ երբ որ ինքը ինչ որ երջանկությամբ էս բաներ զգում, այդ այն պահերն են, երբ որ կարդում էր Կոստանդինի տեքստերը եւ նախապես իմանում էր թե ինչ ասելու վերջում, այսինքն տրամաբանությունը բռնած էր լինում։ Այս իր երջանկության եզակի պահերն էին պալատում ու մի անգամ ինքը իրան բանի մեջ նայում է, ջրի մեջ նայում է արտացոլանքին եւ տեսնում է Փիլոնին, այսինքն այնքան է նմանված լինում Փիլոնին, որ շփոթում է ինքը իրան, ու ստեղ ինքը ինձ թվում է որոշում է կայացնում, որ կամ պիտի նման լինի Փիլոնին, կամ նման լինի Կոստանդինը անշուշտ գոնե այս գրքի նկարագրությամբ հիացմունքի արժանի բաներ էլի կերպար էր, մինչև վերջին պահի իր կյանքի ու ստեղ մեջ շատ հետաքրքիր բան կա, դու կարող ես այս դիտանկյունից էլ քեզ հետաքրքիր լինի, քեզ ամենավան հետաքրքրող թեմաներից ենք որպես զորավար եւ ինքը որպես քաղաքական գործիչ, որտեղ Սիմեոնը այդ երկու բաները անում է իր բանի գրքի ընթացքում ու Սիմեոնը մտածում է, որ ինքը փնտրել է ամբողջ կյանքում ուղեկիցներ, բայց հանդիպել է բնակիչների այստեղ համախոհների ու հպատակների հարցնանք հասկանում որ եթե ինքը լինի Փիլոնը, ինքը միշտ հպատակներ է ունենալու եւ երբեք համախոհներ չի ունենալու, որտեվ համախոհությունը բան չի, իշխանություն չի, համախոհությունը, այսպես ասած, քարոզչություն, քաղաքական գործունեության մի ձև է, որը չեն անում այդ բանը, արդեն բան կայսրությունից իշխանություն ստացած մարդիկ, այդ անում են քարոզչության միջոցով ձեռք բերվող բան է, ու ինքը սկսում է փնտրել համախոհներ, որտեղ միայնակ է, այդ միայնության զգացումը իհարկե շատ ուժեղ է։ Ու ինձ թվում է այդ տրիգերը ավելի շատ Փիլոնի ու Կոստանդինի միջև ընտրության պահն է, իհարկե Իրենեն այդտեղ շատ կարևոր ֆունկցիա է կատարում, բայց ինքը զգում է, որ ինքը պետք է կամ դառնա Փիլոնը կամ Կոստանդինը։ Բայց ինչ շատ հետաքրքիր ում տեղը կներես, ում տեղը նստում է, նա էլ դառնում է, ինքը նստած է պալատում, ինքը Փիլոնն է դառնում, ինքը հենց գնում է Կիբոսա, դառնում է Կոստանդինը։ Ինձ բայց թվաց գրքի վերջում, որ Հուստոսը ավելի լավ էր հասկացել Կոստանդինին, քան Սիմեոնը։ Ու ստեղ էլ մի հետաքրքիր բան կա, էլի, որ Հուստոսը շփվել էր Կոստանդինի հետ որպես մարդ, իսկ Սիմեոնը տեքստերով էր կարդում Կոստանդինին։ Ու մի հատ այսպիսի դրվագ կա, այդ արդեն գրքի վերջում, երբ որ Կոստանդինը Սիմեոնը Պավլիկյանների առաջնորդն է ու Հուստոսը իրան անընդհատ հետապնդում է, այսպիսի մի հատված ունենք, ստե Պարտությունն անխուսափելի է, ինչ տարբերություն, այսօր կընկնի Կիբոսան, թե վաղը, բայց որքան շուտ հասկանաս, որ երկրի վրա բացարձակ ճշմարտության եւ հավիտենական արդարության հաստատման ամեն փորձ դատապարտված է կործանման, այնքան քիչ զոհ կլինի։ Ու երբ որ գնում ենք մենք գրքի սկիզբը, երբ որ Սիմեոնն էր հարձակվել Կիբոսայի վրա, Կոստանդինը անում է նույն բանը, ասում է պետք չի զոհվել, ավելի լավ է փախեք, գնացեք, հեռացեք, ձեր հավատքը ձեր մեջ պահելով։ Ու Հուստոսը գրքի վերջում դա է ասում Սիմեոնին, որ այ դու չես հասկանում, մեկ այդ Կիբոսան ընկնելու է, մեկը չի լինելու կայսրության դեմ պայքարել, ինչքան դու դա շուտ հասկանաս, որ այդ
հա այդ արդարության համար, այդ հիպոթետիկ արդարության համար պայքարը մեկը կործանման ա բերում։ Այնքան ավելի լավ, բայց քանի որ Սիմեոնը Կոստանտինին թղթերով էր կարդացել, տեքստերով էր կարդացել, այդ տեքստերը տեսական գիտեր, հա, տեքստերը դրա մասին էին, այդ հավերժական արդարության եւ այլնի։ Ու դա էլ է հետաքրքիր էլի, այն մարդը որ կերպարը, քաղաքական կերպարը ու տեքստերը երբեմն իրարից անկախանում են։ Կոստանտինը տեքստերը գրել էր, բայց վերջում ինքը ուրիշ ուղերձ տվեց բնակիչներին ու մնացածին։ Ու իր այդ շփվող Հուստոսը դա հենց այդ իր վերջի խոսքերն էր ընկալել, իսկ Սիմեոնը ով որ չէր շփվել Կոստանտինի հետ, ինքը մնացել էր այդ տեքստերի բանում։ Ու դա էլ հետաքրքիր քաղաքական անալոգներ կա, էլի, մեր իրականության հետ, որ երբ որ քաղաքական գործին մարդիկ ընկալում են որպես, ասենք, տեքստերով, հա, ինքը քաղաքական տենց հանրային կերպար ու մարդիկ, որոնք իր հետ անձամբ են շփվում, պատկերացումները բավականին տարբեր է լինում։ Ու այս որ ասացիր, հիշեցի, որ այդ մի հատ դրվագ կա, որ Սիմեոնը մենակ անում ու կռվում է ամբողջ գիշեր, առավոտյան արթնամա տեսնում է բոլորին սպանել է թշնամիներին հարյուրավոր դիակներ կան, իսկ ինքը ողջ է, ինքը մտածում է, որ չի կարող բարին հաղթել չարին, որովհետև չարին հաղթելու համար պետք է չարանալ։ Այսինքն այդ բանը ինչ որ հավերժական դիլեմայի մեջ անկնում, բայց քանի որ Հուստոսից խոսեցիր, ես ուզում եմ բան անենք։ Մի հատ Հուստոսի կերպարին էլ անդրադառնանք։ Հուստոսը ով է? Հուստոսը Սիմեոնի Կոստանտինի 12 աշակերտներից մեկն է, այստեղ էլ ակնհայտ սիմվոլիկա կա։ 12 աշակերտներից մեկն է, ամենախարիզմատիկը, ամենաուժեղը, ամենագրավիչ քարոզիչը, գեղեցիկը եւ այլն է, էլի բոլոր լավ հատկություններով կարանք ասենք, մեջներից ամենաաչքի ընկնողը եւ ով եղել է բան, աբեղա քրիստոնեական եկեղեցում, տեսել է Իրենեին սիրահարվել է, հասկացել է, որ որպես աբեղա չի կարող ունենալ այդ սերը եւ նաեւ այդպես կրոնական գործիչ է, էլի կրոնական գաղափարախոսություններ ունի, գնաց է ընտրել է Պավլիկյաններին, Հուստոսի ազգության մասին մենք ոչինչ չգիտենք, քանի որ ինքը գիտի, որ այնտեղ կարա լինի համ քրիստոնեական ուսմունքը մեկնաբանի ոնց կուզի, համ կարա Իրենեի հետ լինի, ինքը գնում է Պավլիկյանների հետ է միավորվում ու դառնում է իր 12 աշակերտներից մեկը ու վեպի սկզբում մոտենում է բանին Կոստանտինին, ասում է ոնց որ ինձ չես ժառանգելու ես Կիբոսան, Կոստանտինը ասում է մոտավորապես գնաս բան ժամանակները կբերի առաջնորդին ու Հուստոսը նեղացած է լինում Կոստանտինից եւ համ սիրում է, համ նեղված, այս շատ ուժեղ sense բանը հոգեբանական դրամաների միջով անցնում, բայց ըստ պատմության եւ ըստ պատմավեպի Հուստոսը միակ աշակերտն է լինում բանի Կոստանտինի ով քարանետում եւ առաջին քարանետում Կոստանտինի վրա մահապատժի ժամանակ ինչա տեղ ունում զորավարը կանգնեցնում է աշակերտներին ասում է հիմա դուք պետքա ձեր ուսուցչին քար կոծեք զորավարը Սիմեոնն է ապագա առաջնորդը ասում է հիմա դուք պետքա ձեր ուսուցչին քար կոծեք եւ մնացած աշակերտները չեն ամ քարը վերցնում հետ են շպրտում հա այդ բանը տեսարանն է լինում եւ միակ մարդը որ անում է դա քարը շպրտում է Կոստանտինի վրա ըստ էության Հուստոսն է ու ինքը բանը ամբողջ կյանքում հետագայի կյանքում մտածում եմ որ այդ արդարության որոնումը անիմաստ է չկա բան եւ մի հատ sense ինչ որ բան կա հետաքրքիր տեսարան կա որ այս քաղաքավիրվում է բանը ինչ որ նոր զենքերով բաներով ինչ որ երկնքից կրակա թափվում իբրև թե չէ բանը ինչ որ նոր տեխնոլոգիա են հայտնաբերել հարցակվում են բանի վրա Հուստոսը բոլորին ասում է քաղաքում սա աստծո պատիժն է երկնքից է թափվում Սիմեոնը բռնում ասում է ինչ է ստում ժողովրդին ասում է ոնց որ լավ եմ անում գիտեմ որ ստում եմ բայց լավ եմ անում ոնց որ ինչքան շուտ կործանվի Կիբոսան այնքան լավ այդ չարությունա մնացել իր մոտ որ եթե Կիբոսան իմը չլինի ես չլինեմ Կիբոսայի առաջնորդը թող կործանվի ինքը տենց ինչ որ բան է ամբողջությամբ փոխվում է էլի նաև իրականում այդտեղ մի հատ շատ նուրբ հոգեբանական բան կա իրան տգեղացնում են խարան են իր ճակատին ամրացնում երբ որ բռնում են եւ ինձ թվում է դա իհարկե շատ հոգեբանորեն այդ բանի էլի այդ իր նաև գեղեցիկ մարդեր այդ իր վրա կարող էր ազդել ու ինքը մտածում է որ ոնց որ եթե ամեն ինչ սենսա լինելու ինչի դա վայելի կոպիտ ասած Սիմեոնը ու այդ իր գաղափարները իր արժեքները չպաշտպանել Սիմեոնի ինադուս այլ է շատ հետաքրքիր այնպես ինչ որ կիսաքաղաքական ֆենոմեն էլի որ ոնց որ թոկորցամի դեվորի մեջ Հուստոսի կերպարը իմ համար ամենահետաքրքիր կերպարն էր գրքում որտեղ ինքը շատ հակասական էր այդ դրականի ու բացասականի մեջ ինչպես եւ ամբողջ գիրքը այնպես պաթոսից լրիվ զուրկ ու այդ չարու ու բարի սահմանները լրիվ ջնջված կարելի ասել
Ահա, իրականում ստեղ ամենամիագից կերպարը Կոստանդինն է, մնացած երկուսը, իրանք երկուսն է ժամանակի ընթացքում գլխի վրա շուռ են գալիս ու այդ իմաստով հետաքրքիր է իրանք հետևել է այդ դինամիկային։ Այս հետաքրքիր է դիտարկել հետ վերադառնանք բանին 80-ականների սկիզբ, լճացման տարիներ, Վարդան Գրիգորյան ու հետաքրքիր է դիտարկել իր այս բանը, փակման տեքստերից մեկը վերջի էջերն է էլի։ Ես ուզում եմ այս հատվածը հատուկ կարդամ, թե ոնց ենք տեսնում իր ժամանակ։ Ինձ թվում է սա իր ժամանակն է ինքը նկարագրում։ Ասում է 1000 տարի հետո Կողոնիայի տեղում այլ քաղաք կլինի, ավելի մեծ ու շքեղ։ Այլ կլինեն կահկարասին ու զգեստները, բայց կրկին Կոստանդինը կհավատա բարուն ու նրա հաղթանակին, ինքը Սիմեոնը չի հավատա բարու հաղթանակին, բայց կպայքարի նրա համար, Հուստոսը կհավատա ու կզղջա, չի հավատա ու կրկին կզղջա։ Ու ինձ թվում է ինքը բան անում։ Վարդանը նկարագրում է այդ բանը, այդ նոր 70-ականների վերջից կամ 70-ականների մեջտեղներից արդեն կար այդ նոր ծնվող հակակայսերական անկախական իրական այդ Պարույր Հայրիկյանական այդ դիսիդենտական շարժումները ու ինձ թվում է ինքը տեսնում է որ Կողոնիայի տեղը ուրիշ քաղաքակայսրության տեղը ուրիշ կայսրություն է եւ ոնց որ այդ հավերժական վերադարձի տրամաբանության մեջ է անցալում իր պատմությունը թե ոնց որ հավերժաբար հետ վերադարձել իրան էլի նաև այդ դիտանկյունն եմ ես տեսնում Վարդանի գրածի մեջ դե հավերժական վերադարձի սիմվոլի վրա էլ ավարտենք քննարկելը Վարդան Գրիգորյանին ավարտենք եւ հույս ունենանք որ կհանդիպենք առաջիկայում ես բանը պատմաբապես շատ եմ սիրում ու մտածում եմ բան անենք այս այդ առիթից օգտվելով ասեմ էլի մտածում եմ առանձին նայենք օրինակ նույն պատմությունը տարբեր մանավանդ Արշակի ու Պապի պատմությունը ասենք տասնյակներով կա էլի հայ գրականության մեջ տարբեր հեղինակներ ոնց են գրել հետո հասկացա որ դա մի հատ առանձին եթերաշրջանի բան կարա լինի հետեւաբար բան կանենք հնարավորինս կբազմազանեցնենք այս եթերները բայց պատմաբեպեր մեկ էլի կունենանք ու էլի հնարավորություն կունենանք այս դիտանկյուններից տարբեր ժամանակների նայելու բայց առաջիկայում ոնց որ պատմավեպ չի մեր նախատեսածը այդ ակնկալիքով էլ ավարտենք բայց չասենք ինչա Շատ լավ շատ լավ